Շնորհակալություն մեծարգո վարչապետ, հարգելի կառավարություն, սիրելի քաղաքացիներ։ Մեր ավտոբուսը շրջում է մարզերով եւ մենք այնտեղ հավաքագրում ենք հիմնական խնդիրները, որոնց հետ բախվում են մեր քաղաքացիները եւ ձեռնամուխ ենք լինում դրանց լուծմանը եւ հենց այս շրջանակներում հարցս ուղղում եմ կրթության, գիտության, սպորտի եւ մշակույթի նախարար Տիկին Ժաննա Անդրեասյանին։ Տիկին Անդրեասյան, ազգի պահպանման եւ ընդհանրապես պետության գոյության հիմնասյունը եւ ամենամեծ հիմնասյուններից մեկը մշակույթն է։ Մշակույթը մեծ մասամբ հիմնված է արվեստի վրա եւ շատ երկրներում, որոնք որ հասկանում են, որ թե պետությունը, թե ազգը առանց արվեստի եւ մշակույթի գոյություն ունենալ չի կարող, հիմնականում ֆինանսավորումը աջակցության տրամաբանությամբ է տրվում արվեստին եւ մշակույթին ընդհանուր առմամբ։ Եվ այն պահին, երբ որ տրամաբանությունը փոխվում է եւ դառնում է տնտեսական մրցակցության շրջանակներում, մշակույթը հատկապես արվեստը սկսում է մեռնել, ինչի արդյունքում նաեւ պետությունը եւ ազգը հատկապես իր առանձնահատկությունը կորցնում է, որովհետեւ մենք հատկապես արվեստաբաններս շատ լավ գիտենք, որ ամբողջը արվեստից հասկանում է ճիշտ այնքան, որքան հարբեցողը գինուց։ Անտեսելով որակը նախընտրում է էժանագինը եւ հետեւաբար մենք որպես հեղափոխական իշխանություն պարտավոր ենք պահպանել մշակույթը եւ նաեւ արվեստը։ Այս տրամաբանությամբ հատկապես սահմանամերձ շրջաններում թատրոնները բավականին լուրջ խնդիրներ ունեն եւ քանի որ սահմանամերձ շրջաններում հանրությունը զբաղված է իր գոյության պահպանմամբ, թատրոններ չի հաճախում, արվեստի օջախներ չի հաճախում եւ այն մարդիկ, որոնք ինքնանվիրումով փորձում են այդ մշակույթը պահպանել, դատապարտված են ուղղակի, որովհետև պիտի ստիպված են հող մշակել, որպեսզի կերակրել իրենց ընտանիքին։ Ասածս ինչ է, հարցը շատ էսպես գեղարվեստական ստացվեց, բայց ինչ ենք մենք անում, որպեսզի հատկապես մարզերում արվեստը եւ մշակույթը չմեռնի։ Սա քաղաքացիների հարցերն են, որովհետեւ իրոք հատկապես սահմանամերձ շրջաններում թատրոնները այդ խնդիրը ունեին, չունեին հաճախորդներ, որոնք որ հանդիսատես չունեն, որպեսզի տոմսերից գումարներով կարողանան իրենց գոյությունը պահպանել, ինչ քայլեր ենք մենք ձեռնարկում։ Շնորհակալություն։ Հարցին կպատասխանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։ Տիկին Անդրեասյան, համեցեք, խնդրեմ։ Շնորհակալություն հարցի համար, Տիկին Բադալյան, իրականում ես պետք է ձեզ հիշեցնեմ, որ մշակութային կյանքի ապակենտրոնացումը եւ մարզերում մշակութային կյանքի աշխուժացումը կառավարության ծրագրի կարևոր առաջնահերթություններից է եւ մենք այս ուղղությամբ անգամներով ավելացրել ենք ջանքը եւ վերջին տարիների մեր մարզային ծրագրերը եւ մարզերում իրականացվող տարբեր միջոցառումները կարծում եմ ավելի քան տեսանելի են եւ ակնհայտ են։ Գիտեք, օրինակ նախորդ տարի ֆիլհարմոնիկ նվագախումբը ամբողջ մարզային համերգաշար արեց, հանդես գալով ավելի քան 10 համերգներ ունենալով մեր տարբեր մարզային բեմերում եւ սա նաեւ հրաշալի հնարավորություն է բացահայտել այդ բեմերը։ Մեր տարբեր մշակութային հաստատություններ, թատրոններ, նվագախմբեր իրենց խաղացանկերում եւ իրենց տարեկան պլաններում ընդգրկում են մարզերում պարտադիր հյուրախաղերը եւ սա պետության պահանջն է, որովհետեւ մենք իրենց հետ կնքվող պայմանագրերում պարտադիր ենք դարձնում, որպեսզի նրանք մարզերում հանդես գան եւ այդ իմաստով օրինակ ձեզ հենց այս պահին սահմանամերձ բնակավայրերից էիք խոսում, այս շաբաթը թատերական շաբաթ է, գիտեք, որ մարտի 27-ը թատրոնի միջազգային օրն է եւ մենք ամբողջ շաբաթը հաշվի առնելով նաեւ գարնանային արձակուրդների շրջանը մեր դպրոցականներին ուղղորդում ենք դեպի թատրոններ եւ օրինակ մեր Գորիսի թատրոնը հենց այս օրերին ներկայացումներ է խաղում Խոզնավարում եւ Վաղատուրում, այն բնակավայրերում, որտեղ այդ ներկայացումներին գնալու հնարավորություն ունեն հենց տեղի բնակիչները։ Բայց գիտեք, մի թերա գնահատեք մեր մարզային թատրոններին, խնդրում եմ, եւ եթե մեր որևէ քաղաքացի նման կարծիք ունի,
հրավիրում եմ գնալ եւ ներկա գտնվել օրինակ Գյումրու թատրոնի ներկայացումներին, Արտաշատի թատրոնի ներկայացումներին, Գորիսի թատրոնի ներկայացումներին եւ ինչու եմ սա ասում, որովհետեւ վստահ եմ, որ երբ որ նրանք ներկա լինեն, իսկ ես ներկա եմ եղել եւ օրինակ տեսել եմ, որ Գյումրու թատրոնում դահլիճի հանդիսատեսի մի զգալի մասը Գյումրիից չի։ Մարդիկ Երևանից թատրոնի տոմս են գնում, որպեսզի գնան Գյումրիում այդ ներկայացումը դիտեն։ Ու ինչի շնորհիվ, որակի շնորհիվ։ Եվ սա նշանակում է, Տիկին Բադալյան, որ մենք էլ մեր մոտեցումները պիտի վերանայենք, որ եթե վայ սա Վանաձորի թատրոնն է, ուրեմն այստեղ պարտադիր մի բան պիտի տեսնենք, որը պիտի զիջի երևանյան բեմերին։ Հավատացնում եմ ձեզ, որ ամենևին այդպես չի։ Աշտարակի թատրոն գնացեք, մենք ունենք բազմաթիվ նոր ձևավորվող մասնավոր թատրոններ, Եղվարդում, Աբովյանում, այլ վայրերում, եւ ես շատ ուրախ եմ, որ թատերական կյանքը ապրում է եւ այդ թատերական կյանքը նաեւ որակական զարգացման մասին է եւ մարզային թատրոնները սեփական եկամուտների 30% աճ են գրանցել։ Այնպես որ առաջարկում եմ, որ առանձին քաղաքացիներին էլ իրազեկելու մեր աշխատանքը շարունակենք եւ ուղղորդենք նաեւ մասնակից լինել այս գործընթացի։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ, ես իրականում քաղաքացիների խնդրանքով էի հարցը բարձրացրել, իհարկե նաև կան զարգացող թատրոններ, թատերախմբեր, բայց նաև կա դրա ճիշտ հակառակը եւ հետեւաբար ես իմ խոստումը կատարեցի, բայց եւս մեկ հարց օգտվելով առիթից Տիկին Անդրեասյան, այնուամենայնիվ ինձ շատ հաճախ դիմում են նաև մեր թանգարանների աշխատողները, ես շատ լավ գիտեմ, որ մենք, եթե չեմ սխալվում, Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանը ունի թանգարանագիտության ֆակուլտետ եւ բազմաթիվ շրջանավարտներ, որոնք տարիներ շարունակ սովորելով հետո աշխատում են միայն իրենց ներքին մղմամբ, որովհետեւ ես ուսումնասիրել եմ եւ գիտական, գիտահետազոտողի կամ էքսկուրսավարի ֆոնդապահի աշխատավարձը միջինում կազմում է 80,000 դրամ եւ բնականաբար մարդը դրանով ընտանիք պահելու հնարավորություն չունի։ Ես գիտեմ, որ մի շարք քայլեր ձեռնարկվել են, բայց արդյոք արտաբյուջեն կարող է ապահովել թանգարանի աշխատողի կամ թանգարանի ընդհանրապես բոլոր կարիքները եւ արդյոք սա վերանայման կարիք չունի եւ թանգարանների աշխատողների որոշակիորեն հասկանալով, որ դրանք մրցակցության մեջ չեն կարող գոյություն ունենալ, բայց թանգարանները պիտի լինեն եւ կա նաեւ մեծ եւ փոքր թանգարանների նկատմամբ տարբերակված մոտեցումներ։ Այս հարցերում այս խնդիրները, որոնք ակտուալ են, սրանցով ինչ մոտեցումներ եւ ինչ քայլեր ենք մենք ձեռնարկում։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, Տիկին Բադալյան, իրականում կուզեի ավել ժամանակ ունենալ, որովհետեւ գիտեք ձեր հարցադրման մեջ էլ մի կոնցեպտուալ բնութագրում հնչեց, որի հետ ես համաձայն չեմ եւ կարծում եմ, որ մեր մշակույթի ոլորտի հիմնական խնդիրը արգահատալից վերաբերմունքն է առ փողը։ Ես ամենևին չեմ համարում, որ մշակութային գործունեությունը եւ դրա արդյունքում ստացվող այդ թվում նյութական արդյունքը իրար հակադիր բաներ են եւ կարծում եմ, որ պետական քաղաքականությունը պիտի խրախուսի մշակութային գործունեության հանրային եւ տնտեսական արդյունքի ավելացումը, չմոռանալով աջակցության կարեւորությունը բոլոր այն տեղերում եւ բոլոր այն խմբերի համար, որտեղ դա անհրաժեշտ է։ Այդ իմաստով կարծում եմ, որ թանգարաններն էլ հատկապես հաշվի առնելով, որ մենք ձեզ հետ միասին ընդունել ենք թանգարանների օրենքը, որը մեր այս ոլորտի առաջին օրենսդրությունն է եւ դրանից հետո 20-ից ավել իրավական ակտեր են ընդունվել, ստեղծվել է նաեւ թանգարանների համար ատեստավորման հնարավորություն, մենք առաջիկայում կգնանք այդ ճանապարհով եւ դրա արդյունքում նաեւ վարձատրության բարձրացում ենք նախատեսում, բառացիորեն մոտորերս կարգը կդրվի հանրային քննարկման։ Շնորհակալություն։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար